Եթերում CBC FM-ի նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտ են Բանովշա Շահալին եւ Աթիրա Իսրաֆիլը։ Ներկայումս պատմական պայմաններ են ստեղծվել տարածաշրջանը խաղաղության եւ համագործակցության վայր դարձնելու համար։ Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Եվրասիական տնտեսական 28-րդ գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։ Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը ողջ ուժով աշխատում է հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու եւ սոցիալ-տնտեսական բարգավաճում ապահովելու ուղղությամբ։ Իր ելույթում Իլհամ Ալիևը նշել է, որ ներկայիս գագաթնաժողովը համընկել է նշանակալի իրադարձության, ռազմավարական եւ սոցիալական հետազոտությունների Մարմարա խմբի հիմնադրամի հիմնադրման 40-ամյակի հետ։ Այս առումով նախագահը հատկապես ընդգծել է Մարմարա խմբի հիմնադրամի եւ դրա ղեկավար Աքքան Սուվերի ներդրումը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների ընդլայնման գործում։ Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև եղբայրությունն ու համերաշխությունը մեծ ներդրում են ամբողջ թուրքական աշխարհի համար եւ ընդգծել է նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի դերը ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշինքի ամրապնդման գործում։ Մեր համատեղ ջանքերի շնորհիվ արկա է շատ լուրջ ներուժ համագործակցության համար առևտրի, տնտեսական, մշակութային, կրթական, էներգետիկայի, տրանսպորտի եւ այլ ոլորտներում։ Այսօր լայնորեն քննարկվեցին այս եւ այլ ոլորտների հարցերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տոլամի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ստորագրված փաստաթղթերը եւ էներգետիկայի ոլորտում մեր կողմից իրականացված փոխանակումները հիմք են տալիս ասելու, որ մոտ ապագայում մենք կընդլայնենք մեր համագործակցությունն այս ոլորտում, ընդգծել է պետության ղեկավարը։ Մենք փոխգործակցում ենք չմիավորման շարժման շրջանակներում։ Ադրբեջանը 4 տարի նախագահել է այս ինստիտուտում եւ իր արժանի հետքն է թողել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վիետնամի առաջնորդ Տոլամի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով այսօր չմիավորման շարժման որպես ավելի ծանրակշիռ ինստիտուտի գործունեությունը բխում է երկու երկրների շահերից։ Այսօր մենք նաև մտքեր փոխանակեցինք միջազգային իրավունքի գերակայության վերաբերյալ եւ այստեղ նույնպես տարաձայնություններ չկան, նշել է պետության ղեկավարը հավելելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն միջազգային իրավունքի շրջանակներում, երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անձեռնխելիության սկզբունքների հիման վրա։ Եվ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով, խաղաղ միջոցներով։ Մեր երկրների միջև հարաբերությունները շարունակաբար ամրապնդվել են երկու երկրների ղեկավարների եւ ժողովուրդների կողմից։ Այս մասին հայտարարել է Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տոլամը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մենք մեծ հաջողությունների ենք հասել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, դիվանագիտությունը, էներգետիկան, պաշտպանությունը, առևտուրը եւ այլն։ Այս հիմքի վրա մենք արդեն ընդունել ենք համատեղ հայտարարություն ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ, եւ սա բացում է նոր ժամանակաշրջան, նոր էջ մեր երկրների միջև հարաբերությունների պատմության մեջ։ Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք խորացնել եւ ընդլայնել երկկողմ հարաբերությունները։ Մենք կօգտագործենք միմյանց ուժեղ կողմերը զարգանալու համար, նշել է գլխավոր քարտուղարը։ Անցկացվել է Սահմանադրության եւ ինքնիշխանության տարվան նվիրված համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը անկախ Ադրբեջանի Սահմանադրության հեղինակը թեմայով Միլի Միջլիսի նիստը։ Նիստը վարել է խոսնակ Սահիբա Գաֆարովան։ 20-րդ եւ 21-րդ դարերում համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը փրկեց Ադրբեջանը պարակտումից եւ փլուզումից վերականգնելով երկիրը որպես իրավական, ժողովրդավարական եւ անկախ պետություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը Հեյդար Ալիևի ծննդյան 102-ամյակին եւ Բաքվի քաղաքային դատախազության նոր մասնաշենքի բացմանը նվիրված միջոցառման ժամանակ։ Նա նշել է, որ 2025 թվականը Սահմանադրության եւ ինքնիշխանության տարի հռչակելը մեծ նշանակություն ունի պետականության հիմքերի վերլուծության եւ զարգացման համար։ 1995 թվականին Հեյդար Ալիևի ղեկավարությամբ ընդունված Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունը ստեղծեց մեր անկախ պետության իրավական հիմքը եւ մեծ առաջնորդը բացառիկ ներդրում ունեցավ այս փաստաթղթի պատրաստման գործում, հավելել է Ալիևը։
Ադրբեջանի մշակույթի նախարար Ադիլ Քարիմլին հանդիպել է Բաքվում գտնվող Մարոկկո երիտասարդության մշակույթի եւ հաղորդակցության նախարար Մոհամեդ Մեհդի Բեն Սաիդիի հետ։ Ինչպես հայտնել են մշակույթի նախարարությունից, միջազգային մուղամի կենտրոնում կայացած հանդիպմանը մասնակցել է նաեւ Մարոկկոյի Ադրբեջանի դեսպան Նազիմ Մամեդովը։ Նախարար Քերիմլին նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են բոլոր ոլորտներում, այդ թվում մշակույթի։ Նախարարը նաև հիշել է 2023 թվականին Մարոկկո կատարած իր այցը եւ այնտեղ կայացած հանդիպումները։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշոնոյ թերակղզում սպասվում է փոփոխական անբավարարություն, հիմնականում առանց ձեղումների եղանակ քամին հարավ-արևմտյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 16-18, ցերեկը 23-28 աստիճան տաքություն։ Ադրբեջանի մարզերում սպասվում է հիմնականում առանց ձեղումների եղանակ, սակայն որոշ հյուսիսային եւ արևմտյան շրջաններում թույլ անձրև կտեղա։ Առանձին շրջաններում ձեղումները կլինեն ինտենսիվ, գտնվի ամպրոպ եւ կարկոտ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 15-19, ցերեկը 24-29 աստիճան տաքություն։ Լեռներում գիշերը 5 աստիճան, ցերեկը 15-20 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդիում սպասվում է 3-18, Աղդամում, Ֆիզուլիում 18-19, Ջեբրայիլում, Զանգիլանում, Գուբատլիում 7-20, Լաչինում եւ Քելբաջարում 4-17 աստիճան տաքություն։ 102.7 FM